Ժամը 17-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Առավոտյան հրդեհ էր բռնկվել Կոմիտաս 60 կոտորակ 2 հասցեում գտնվող շինությունում, որտեղ գործում են հանրային սննդի կետեր եւ այլ խանութներ։ Կրակի ծխիսյունը տեսանելի էր մայրաքաղաքի շատ կետերից։ Հրդեհի բարդության 1 բիս կանչով դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, նաեւ մեր նկարահանող խումբը։ Կոմիտասի պողոտայից պատմում է իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը։ Հետևումս այսօր առավոտյան Կոմիտասի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքների միայն մի մասն է։ Փողոցից թերևս ամենատեսանելին, որովհետև հրդեհի բռնկման պահին տարածվող տեսանյութերում բոցը ամենատեսանելին, ամենամեծը հենց այս հատվածում էր երևում։ Սակայն կրակը միայն այս հատվածով չի բավարարվել։ Մոտավորապես 2 ժամ հրշեջ փրկարարներն աշխատում էին կրակն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։ Ասին որ վառում է, երկու կին գոռացին, ես ներքևն էի։ Վառում արի, միշև եկա արդեն վառում էր։ Առավոտյան 11-ից 8 առևտրի կենտրոնից ահազանգել են հրդեհի մասին, հետո բոլորը դուրս են եկել շենքից։ Դրա շնորհիվ բռնկված հրդեհից ֆիզիկապես տուժածներ չկան։ Աշխատակիցները բոլորը ունեն ընթացակարգ, տեղում ոսանքազրկել են եւ լքել են տարածքը։ Միայն մի պատասխանատու աշխատակից էլ փորձել է կրակը մարի, բայց արդեն տեսել է, որ հնարավոր չի, այդ ընթացքում է զանգվել է 911 ծառայություն։ Ըստ նախնական տվյալների հրդեհը սննդի կետերից մեկում է բռնկվել, այրել շենքի երեսպատման մի մասն ու բարձրացել տանիք։ Չէ, նայում ենք մեջից կրակ չի եղել, ոնց որ դրսից է կրակը, բայց էքսպերտիզան կտա այդքան բան։ Ավել բան չեմ կարող ասել։ Փրկարար ծառայությունից սկզբում 4 մարտական հաշվարկ են ուղարկել, 2 ժամվա ընթացքում թիվը հասել է 14-ի, մինչև մոտավորապես ժամը 13-ը հաջողվել է կրակն ամբողջությամբ մեկուսացնել։ Հրդեհի ծագման, մակերեսների ու վնասների մասին խոսելը դեռ վաղ է ըստ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի։ Հիմա ասեմ ձեզ, որ հրդեհը մեկուսացված է, իրականացում է հետհրդեհաշիժման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ ենք տանում հրդեհի հետհրդեհաշիժման հետ կապված։ Իդեպ այսօր հրդեհ բռնկվել էր նաև Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում։ Դեպքի վայր ժամանած փրկարարների 2 մարտական հաշվարկը 11:30-ի դրությամբ մեկուսացրել էր հրդեհը։ Սիմոն Հովանիսյան, Ստեփան Տիգրանյան եւ Էդգար Գուլոյան, Open Media։ Ավելի քան 3 տասնամյակի դադարից հետո առաջին անգամ ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ 15 վագոնից բաղկացած առաջին խմբականակը ավելի քան 1000 տոննա հացահատիկ հատելով նաև վրացական սահմանը ժամանել է Այրումի կայարան։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ մինչև 2026 թվականի հունվար այս երթուղով նախատեսվում է Հայաստան առաքել ևս 132 վագոն ցորեն։ Հայաստանի կառավարությունում սա գնահատում են որպես տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ կարևոր քայլ եւ փոխվստահության ամրապնդման նախաձեռնություն։ Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այս նոր լոգիստիկ ուղին գործնական այլընտրանք է Վերին Լարսի ցամաքային ճանապարհին, որը տարիներ շարունակ խնդիրներ է ստեղծել հայկական բեռների համար։ Բեռը դիմավորելու համար Պապոյանը մեկնել է Այրումի կայարան։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա Այրում կայարանում եմ եւ այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ, առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ, 1000 տոննա ցորեն, ռուսական ծագման ցորեն եկավ Հայաստան, որը անցել է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթուղային ճանապարհով։ Ուզում եմ նշել, որ եւս 1000 տոննա բեռ այս պահին Ադրբեջանի տարածքում է, այս անգամ արդեն ղազախական ծագման ցորեն, որը էլի ճանապարհվում է դեպի Հայաստանի Հանրապետություն։ Վրաստանի հայ համայնքը դատապարտում է Թբիլիսիում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանության կազմակերպած համերգի անցկացումը։ Համայնքը հայտարարել է, որ այդ միջոցառումը ոտնահարում է հայերի ազգային արժանապատվությունը։ Դիտենք տեսանյութը։ Վրաստանի հայ համայնքը դատապարտում է Թբիլիսիում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանության կազմակերպած համերգի անցկացումը։ Միջոցառումը կրում է հաղթանակի օրվա 5-րդ տարեդարձ խորագիրը։ Սխալ ենք համարում, որովհետև նման տիպի միջոցառումները եթե լինեն, կարող է էթնիկ խնդիրներ առաջանալ Վրաստանում։
Համայնքը հայտարարել է, որ սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է եւ կոչ է արել վրացական իշխանություններին չեղարկել միջոցառումը։ Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված քաղաքացիական անձանց եւ տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ։ Իդեպ օրերս Թբիլիսին խիստ քննադատել է Երևանում անցկացված Եվրանեստի վեհաժողովում Վրաստանի իշխանությունների դեմ ընդունած բանաձևը։ Վրաստանի խորհրդարանի փոխոսնակ Նինո Ծիլոսյանին նաև հայ պատգամավորներին է մեղադրել, հայտարարելով, թե նրանք փաստացի դեմ են գնացել պաշտոնական Երևանի դիրքորոշմանը։ Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Վրաստանում էր եւ տարբեր հանդիպումներ է ունեցել ժողովրդի ընտրյալ կառավարության հետ։ Աջակցելով մի բանաձևի, որը պնդում է, թե Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ, նրանք անվստահություն են հայտնում իրենց իսկ վարչապետին։ Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իրենք չեն քվեարկել կոնկրետ Վրաստանին վերաբերող փոփոխությունների առաջարկներին։ Կառավարող ուժի падգամավորները սկողմ են քվեարկել բանաձևին որպես ամբողջություն, քանի որ այն աջակցություն էր հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին։ Տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիման վրա ապաշրջափակման շուրջ վերահաստատված համաձայնությանը, թրիփ նախագծին, սահմանազատման գործընթացի շարունակությանը, պահանջում Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում եւ Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցի հասցեագրում։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը մեղադրել է կառավարող ուժին։ Ասում է ինքնիշխանության անվան տակ նրանք կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է ինքնահռչակ։ Սա է այս մարդկանց քաղաքականությունը, հետևողականորեն փչացնել մեր հարաբերությունները բոլորի հետ, որ հետո ասեն, որ ասում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից բացի այլ տարբերակ չունենք։ Հիշեցնենք, վրացական երազանքն ի սկզբանե էր բոյկոտել Եվրանեստի երևանյան հավաքը, պատվիրակություն չուղարկելով Հայաստան։ Նստաշրջանին ընդառաջ Թբիլիսին հայտարարել էր, թե Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքներին։ Մերի Դանիելյան, Open Media։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 44 հարց էր, որից 41-ը չի զեկուցվում, 2-ն էլ գաղտնի է եւ փաստացի 1 հարց էր մնացել բաց ռեժիմով քննարկելու վարչապետին ու նախարարներին։ Գործադիրը պետական գույք օտարելու մասին որոշում է կայացրել։ Խոսքը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5 կոտորակ 3 եւ 5 կոտորակ 4 հասցեներում գտնվող անշարժ գույքի մասին է։ Այս շինությունները պաշտպանության նախարարության հաշվեկշռի վրա էին, հետո գերատեսչությունը դրանք փոխանցել է կառավարությանը։ Գույքը կոտարվի դասական աճուրդով 2026-ի տարեվերջին կունենանք 139 կառուցված եւ 169 կապիտալ վերանորոգված դպրոց։ Կառավարության նիստի ժամանակ հայտնել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Պետական բյուջեով 300 դպրոցի 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման եւ գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125.4 միլիարդ դրամ։ Ծրագրի շրջանակներում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների մեկնարկման, պատշաճ իրականացման, ինչպես նաեւ ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով սույն նախագծով հատկացվում է 1 միլիարդ 761 միլիոն 524 հազար 800 դրամ։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ցարական Ռուսաստանի քարտեզներով Սևան չկա, այլ կա Գյոյչա։ Այն քարտեզի վրա, որին հղում է արվում Հայաստանի տեղում գրված է Հայաստան, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չկա։ Եվ ոնց դա մեկնաբանել, հարցրել է նա։ Փաշինյանը հավելել է, որ այդ քարտեզը հրապարակելու դեպքում, եթե այն անբարենպաստ լինի Հայաստանի համար, ապա կարող է կրկնակի անբարենպաստ լինել Ադրբեջանի համար։ Միաժամանակ Փաշինյանը դա անօգուտ զբաղմունք է անվանել, քանի որ ավելի վաղ դարաշրջանների քարտեզներով առաջնորդվելով կարող է պարզվել, որ չկա ոչ Հայաստանի Հանրապետություն, ոչ Ադրբեջանի Հանրապետություն։ Կամ այն ժամանակաշրջանը, որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ Գանջայի անունը եղել է Կիրովաբադ, ի՞նչ է դա նշանակում։ Եղել է, չէ՞։ Ի՞նչ է դա նշանակում։ Դրանց հետևությունը ի՞նչ է։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024 թվականի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
Այսինքն հիմա անկնել պատմական բանավեճերի էսա գրած եւ այդ բոլոր անունները ով ասել որ այդ անուններն ադրբեջանական են։ Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են։ Ես դրա համար նաեւ բանի զանգ բառի օրինակը բերեցի։ Ով ասել որ դրանք ադրբեջանական են։ Թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են, տեղ-տեղ էլ կլինեն ռուսական։ Սևանի անվան մասին Ալիևի դիտարկումն իրականում ուղերձ էր, որ իրենց պահանջները չեն վերջացել։ Նա համարում է, որ Ադրբեջանում պատմականորեն շատ հարմար շրջան է արևմտյան Ադրբեջանի շինծու թեզը առաջ մղելու համար։ Ու սա ընդամենը ինչ-որ փոքր հասարակական կազմակերպություն չէ, որին պետք է լուրջ չվերաբերվել։ Սա պետական աջակցություն եւ ֆինանսավորում ունեցող կազմակերպություն է եւ այդ մասին բացահայտումներ են անում միջազգային հայտնի լրատվամիջոցները։ Իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը քաղաքագետի ու ադրբեջանագետի հետ է փորձել հասկանալ ինչպես պետք է ոչ միայն Հայաստանը որպես պետություն, այլև մենք որպես հանրություն համարժեք արձագանքենք այս քարոզչությանը։ Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի ուրարտական քարտեզն է, իսկ սա Սևանալիճը կամ Սիուանը։ Իսկ թե որտեղից սա գիտենք, ահա այս արձանագրությունից, որը թողել է ռուսը առաջինը։ Իսկ սա 1832 թվականին քարտեզագիր Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպենիեի շրջագայությունից հետո հրապարակված քարտեզն է, որտեղ նույնպես գրված է Սևան։ Իսկ Իլհամ Ալիևը փորձում է հակափաստարկներ գտնել այս ամուր եւ ոչ քակտելի իրականությանը, պեղելով ու վկաբերելով 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները։ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանալիճ, բայց կա Գյոյչա լիճը։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը Ղարաբաղը վերաբնակեցրել է Իրանի եւ Արևելյան Անատոլիայի հայերով էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտություն։ Ալիևը պահանջներ ունի բոլորից մեր տարածաշրջանում։ Քաղաքագետի խոսքով Ադրբեջանը գոյություն ունենալու համար որդեգրել է ագրեսիվ ու էքսցենտրիկ քաղաքականություն։ Ադրբեջանը որդեգրել է ագրեսիվ ռազմավարություն, գոյություն ունենալու, ընդարձակվելու հարևան պետությունների հաշվին եւ ոչ միայն Հայաստանի, այդտեղ նրանք պահանջներ ունեն Իրանի Իսլամական Հանրապետությունից, նրանք պահանջներ ունեն նաեւ Վրաստանից, Հայաստանի մասին էլ չեմ ասում, նույնիսկ Թուրքիայից։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան նշում է, որ զարմանալի ոչինչ չկա Ալիևի ռազմավարության մեջ։ Արցախի փոխարեն սկզբից Լեռնային Ղարաբաղ անվանումը, հետո ել ավելի կրճատեցին ուղղակի Ղարաբաղ անվանումով եւ մեծ հաշվով այստեղ զարմանալու բան չկա, հա, դա ընդհանուր այո ռազմավարության մի մաս է կազմում։ 921 թվականին պատմագիտության մեջ հայտնի Սևանի նշանավոր ճակատամարտն է, որի մասին դեպքերի ժամանակակից Հովանես Դրախտանակերտցի կաթողիկոսը գրում է. Աշոտ թագավորը Գեղարքունյաց Սովիափին ջարդեց արաբներին։ Նույն ճակատամարտի մասին Մովսես Կաղանկատվացին գրում է որպես գեղամած Օվիափին կայացած։ 10-րդ դարի արաբ հեղինակ Ալ-Մասուդին գրում է. հայոց թագավորը հաղթեց մուսուլմաններին Բուզանդի ծովի մոտ։ Ալ-Յակուբին Ալ-Ջազիրա է անվանում, այսինքն կղզի ունեցող լիճ։ Հույն պատմիչ Կոնստանտին Պորֆիրոգենետը գեղամալիճ։ Ում ապացուցելու կամ համոզելու, որ սա Հայաստանն է։ Արդյոք մենք ինչ որ մեկին կարիք ունենք ապացուցելու կամ համոզելու, որ սա Հայաստանն է։ Սա ապացուցված է ոչ միայն մեր պատմությամբ, այլև իրենց ժամանակների կայսրությունների պատմությամբ։ Վերջին տարիներին Ադրբեջանն արշավ է սկսել նվիրված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան նախաձեռնությանը, որով Բաքուն նկատի է առնում ոչ թե իր սեփական տարածքը, այլ Հայաստանի զգալի մասը կամ ամբողջ տարածքը։ Օսի մեդիան բացահայտել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել ու ֆինանսավորել է Արևմտյան Ադրբեջան նարատիվի միջազգային տարածումը մարդասիրականի քողի տակ պատրաստելով հող հայկական տարածքների նկատմամբ պահանջների համար։ Արշավը ներկայացվում է իբրև մարդասիրական ջանք աջակցելու խորհրդային միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին։ Սակայն ժամանակի ընթացքում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդված հաղորդակցման ռազմավարության, որը Բաքուն պարբերաբար օգտագործում է որպես քարոզչական գործիք։ Իդեպ ոչ միջնադարյան, ոչ նոր շրջանի քարտեզներում կամ փաստաթղթերում, նույնիսկ ռուսական կայսրության մայրամուտին տպագրված քարտեզներում Արևմտյան Ադրբեջան տերմինը չի հանդիպում։ Դա քաղաքականորեն եւ ադրբեջանական իշխանության հորինած ու նոր ստեղծված ձևակերպում է։
Ռեթեկները բացվում էին 22 թվականին, 21-22 թվականին, հա, պաշտոնական այդ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը բացմանը այդ շենքի ներկա եղել Իլհամ Ալիևը։ Մեծ, երկար, բովանդակալից ելույթ է ունեցել, ներկայացնելով այդ ամբողջ կոնցեպտը որպես պետական ծրագիր 10-ամյակների։ Փորձագետների խոսքով այս քարոզչությունը Ադրբեջանը տարիներ շարունակ աթեցնում է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի ականջին։ Բայց ասում են նրանք ժամանակն է փոխել դիրքերը, ոչ թե պաշտպանվել, այլ նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը։ Վերջապես մեր թիկունքում հազարամյակների պատմություն ու անհերքելի փաստեր են։ Մոնիկա Հայրոյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին պատրաստվել Ռուսաստանի հետ երկարատև բախման։ Մեջբերեմ Ռուսաստանը ապակայունացնող ուժ կմնա Եվրոպայում եւ աշխարհում։ Նրանք պատրաստվում են երկարատև առճակատման։ Մենք չենք կարող միամիտ լինել, մենք նույնպես պետք է պատրաստ լինենք, ասել է նա ելույթ ունենալով Ռումինիայում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ֆորումում։ Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է իր արևմտյան սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին, դաշինքն էլ ընդլայնում է իր նախաձեռնությունները եւ դրանք անվանում ռուսական ագրեսիայի զսպում։ Միջազգային լրահոսի ևս մի քանի կարևոր իրադարձության մասին մեկ տեսաշարով։ Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի հետ կապված լարվածության աճի ֆոնին խաթարվել է Բրյուսելի օդանավակայանի աշխատանքը։ Լատվիան էլ իր արևելյան սահմաններին տեղակայել է ԱԹՍ-ներ որսող համակարգեր։ Միևնույն ժամանակ Դոնեցկի ռազմավարական Պոկրովսկ քաղաքում շարունակվում են քաոսային փողոցային մարտերը։ Եվ չնայած ուկրաինացի զինվորները իրավիճակը գնահատում են դժվար, բայց ոչ կրիտիկական, նրանք ընդգծում են լրացուցիչ ուժերի անհրաժեշտությունը։ Մատակարարման ուղիները կտրել փորձող ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար։ Այս իրադարձություններին զուգահեռ Մարտությունը ստանում է նոր, առավել վտանգավոր ընթացք, քանի որ Ռուսաստանի նախագահ Պուտինը ի պատասխան Միացյալ Նահանգների հայտարարությունների հանձնարարել է նախապատրաստվել միջուկային փորձարկումներին։ Բելգրադում շարունակվում են ցույցերը խորհրդարանի շենքի մոտ միաժամանակ հանրահավաքի էին դուրս եկել կառավարության հազարավոր կողմնակիցներ եւ հակառակորդներ։ Դիմադիրների բողոքի ալիքը, որը բարձրացել է 1 տարի առաջ Նովի Սադ կայարանի տանիքի փլուզման եւ 16 մարդու մահվան հետևանքով, կենտրոնացած է զոհերից մեկի մոր հացադուլ հայտարարած Դիանա Հրկայի շուրջ։ Ի պատասխան այս շարժմանը նախագահ Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունը կազմակերպել էր իր կողմնակիցների հզոր հակահանրահավաքը, ցուցադրելով աջակցություն իր վարած քաղաքականությանը։ Միացյալ Նահանգների եւ Նիգերիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կտրուկ սրվել են, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել ողջօգնությունը եւ դիտարկել ռազմական միջամտության հնարավորությունը, եթե աֆրիկյան այդ երկիրը չդադարեցնի քրիստոնյաների սպանությունները։ Այս քայլը հաջորդել է Նիգերիան կրոնական ազատությունը խախտող առանձնահատուկ մտահոգություն առաջացնող երկրների ցանկում վերստին ընդգրկելուն։ Ի պատասխան Նիգերիայի կառավարությունը կտրականապես մերժել է Միացյալ Նահանգների մեղադրանքները եւ պնդել, որ դրանք հիմնված են ապատեղեկատվության վրա եւ երկիրը բախվում է ահաբեկչության, այլ ոչ թե քրիստոնյաների հետապնդումների խնդրին։ Չնայած հոկտեմբերի 10-ից ուժի մեջ մտած հրադադարին Գազայի հատվածում շարունակվում է խորը հումանիտար ճգնաժամը, որտեղ բնակչությունը ստիպված է ապավինել անվճար ճաշարանների, ներմուծվող օգնության խիստ անբավարարության պատճառով։ Մինչ Իսրայելը եւ Պաղեստինյան իշխանությունները մեղադրում են միմյանց օգնության բաշխման խափանումների համար, զոհերի թիվը շարունակում է աճել նույնիսկ հրադադարի պայմաններում, գրանցվելով ավելի քան 240 նոր մահ։ Այս մարդասիրական ծանր իրավիճակի ֆոնին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մեկնել է Հռոմ, որտեղ հարգանքի տուրք մատուցելով հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի հիշատակին փորձում է դիվանագիտական աջակցություն ստանալ։ 3 տարվա բանտարկությունից հետո Իրանն ազատ է արձակել լրտեսության մեղադրանքով դատապարտված ֆրանսիացի 2 քաղաքացիների՝ Սեսիլ Քոլերին եւ Ժակ Պարիսին։ Թեև Թեհրանը պաշտոնապես հայտարարում է, որ դա իսլամական ներողամտության դրսևորում է, ազատ արձակումը ըստ էության տեղի է ունեցել Ֆրանսիայում իրանցի ուսանողուհուն ազատելուց հետո եւ դիտարկվում է որպես անուղղակի փոխանակում։ Ներկայում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատանը գտնվող ֆրանսիացիների ազատ արձակմամբ, որը նախագահ Մակրոնն անվանել է առաջին քայլ, կարծես թե ավարտին է հասնում երկու երկրների միջև փոխադարձ մեղադրանքներով ուղեկցվող երկարատև դիվանագիտական լարվածությունը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։
Եվ վերջում Հայաստանում անցած մեկ օրում բացահայտված անձնագործությունների մասին 133-ն են դրանք, ոստիկանության ամփոփագրի համաձայն արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 19, մարմնական վնասվածք պատճառելու 12, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 6, համակարգչային հափշտակության 2 դեպք։ Բացահայտվել է նաև կողոպուտի, խուլիգանության ծառերը, թփերը ապօրինի հատելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել 3-ը, անցած մեկ օրում գրանցվել է 20 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 20-ը վնասվածք ստացել։ Այսքանը հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Բարի ու խաղաղ երեկո բոլորիս, կհանդիպենք։